Ամեն ինչ լավ է, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվում են, ժողովուրդ, խաղաղություն ենք բերել, տենց թուղթը թափահարում են օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Ինքը ասում է առաջ տանկերով ենք եկել, հիմա մեքենաներով գալու են մեր հին բնակավայրերը, որտեղ որ մենք բնակվել ենք, ուզում ենք հետ գանք բնակվենք։ Ալիևի ցույց տված քարտեզում Ադրբեջան բառը չկա։ Այսինքն Նիկոլա Ալիևի հոգեբանն էր, ում ինքը ուզում է բացատրի ինչ ասում Ալիևը, ու նորմալ է մի վախեցեք։ Լավ հասկացանք, այդ գիտենք, ինչ որ խոսում եք, ելքը ցույց տվեք, ախպեր։ Միջանցք տալու այլ ընտրանքը որ չտալը։ Դա դժվար է ասեմ։ Շատ հետաքրքիր բառ կա, չէ։ Հա, չէ, ոչ։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Այսօր ոչ պակաս հրաշալի թեմաներ ենք քննարկելու, մասնավորապես մեր ուշադրության կենտրոնում լինելու են հայ-ադրբեջանական բավականին խրթին, բավականին խճճված եւ ինչու՞ չէ նաեւ արդեն վերջերս զավեշտալի եւ ջերմ հարաբերությունները։ Ինչի համար զավեշտալի, որովհետեւ Հայաստանի իշխանությունը երկրի ներսում, Հայաստանում հայկական իրականությունում մի այսպիսի երազային իրականություն է, ասենց ներկայացնում, որ ամեն ինչ լավ է, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվում են, ժողովուրդ, խաղաղություն ենք բերել, տենց թուղթը թափահարում են օգոստոսի 8-ի փաստաթուղթը, բայց ամեն անգամ այս տոնական տրամադրությունները ասենց մի թեթև ասենց փչանում են, իսկ ասի այդքան էլ մի թեթև չէ, լավ փչանում են, երբ որ Ալիևը բերանը բացում է եւ սկսում է խոսալ տարատեսակ թեմաների մասին։ Մասնավորապես վերջին թեման վերաբերում էր մեր Սևանա լճին կամ Գեղամածովին, հին անունը, որին Ալիևը անվանում է Գյոյչա, ինչա չգիտեմ։ Գյոյչա, հա, Գյոյչա, հղում անելով պատմությանը, ռուսական պատմական քարտեզներին, դրա հետ միասին Ալիևը խոսեց նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության մասին, նշելով, որ ոչ թե տանկերով պետք է գնան, այլ մեքենաներով եւ հաջողորդը չպետք է վախենա դրանից, այդ գործընթացից, որովհետեւ ադրբեջանցիները ամբողջ աշխարհում ապրում են եւ որպես համայնք, որովհետեւ պետության համար դեռևս խնդիր չեն ստեղծել։ Մի խոսքով հայկական իշխանությունը իր տոնական տրամադրություններով եւ Ադրբեջանի նախագահը այդ տոնական տրամադրությունները փչացնելով։ Ես ուզում եմ ասեմ, որ բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, որովհետև ուզում հարցին մասնագիտորեն էլի կարծես մոտենանք, որովհետև մինչև այդ արդեն արձագանքներ եղել են տարբեր ձևերով, բայց ուրեմն մասնագիտական մոտեցում ցուցաբերենք մենք հիմա։ Ինչ նկատի ունեմ։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն Վաշինգտոնյան այդ նախաստորագրված խաղաղության համաձայնագրից հետո, երբ որ վերջնականապես նախաստորագրվել է եւ լավ, վերջնականապես չէ, բայց նախաստորագրվել է եւ գրված է որ վերջնական է տեքստը, եւ դեռ պետք է ստորագրվի, եթե Հայաստանի իր ասահմանադրությունը փոխես, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, պետք է ասահմանությունը տանի փոխելու, հուսով ենք չի ընտրվի, եւ ամեն ինչ կանենք որ չընտրվի, դա էլ ասեմ, բայց թեման այն է, որ Ալմատի հռչակագրով կարծես պետք է լինի խորհրդային միության քարտեզ։ Խորհրդային միության որևէ քարտեզով գշի, չկա Գյոյչա, կա Սևան։ Հիմա մեզ ինչ էին ասում։ Ասում էին Վեր Ջորջ ջան, որ Ալիևը պատմական քարտեզներից խոսում էր մինչև Վաշինգտոնյան բաները։ Դա դե ուրիշ իրավիճակ էր։ Իսկ հիմա, քանի Վաշինգտոնյան արդեն փաստաթղթերը ստորագրված են եւ դա այլ նոր իրողություն է, խաղաղությունը հաստատված է, այլևս այդ պատմական քարտեզների հարցը չկա։ Մեկ էլ Ալիևը գնում է գիտությունների իրենց ակադեմիայի 80-ամյակի, ու այստեղ Հայաստանում կենտրոնացել ենք Սևանի, Գյոյչա, Սևան, բան քարտեզ, կայսեր, բան դե թեմայի վրա, բայց կարևոր հարցը հետեւյալն էր։ Ալիևն ասում է Ժորժ ջան, մեր յետ վերադարձի Արևմտյան Ադրբեջանը չի ասում, բայց ասում է այսօրվա Հայաստան, գալու մեր օրակարգ ուժի մեջ է։ Այսինքն Հայաստանից օրակարգ որ Լեռնային Ղարաբաղ ժողովուրդը վերադառնա, չկա։ Հայաստանից օրակարգ որ 90-ականներին, 80-ականների, 90-ականների սկզբում, 80-ականների վերջում Ադրբեջանից փախստականները դեպի խորհրդային Ադրբեջանից դեպի խորհրդային Հայաստան չկա օրակարգ որ հայերը պետք է այդ գնան, բայց այ Ադրբեջանի օրակարգը շարունակում մնալ թարմ եւ ինչպես միշտ սկզբից իրանք սա հայտարարում են, սկսում են էփել թեման, հետո միջազգային հանրության կողմից այն դառնում է շատ ընկալելի, ըմբռնելի,
եւ անգլերեն ասած doable hearts, որտեղ պետք է արվի։ Լավ ինչ եք, դուք բան չեք, որ նախնադարը չի։ Մարդիկ գնացել են, պետք է բան ինչ խնդիր եք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը վերջին ասու իր կառավարության բրիֆինգի ժամանակ 5 շաբթի օրը, 2 օր առաջ, ասաց մեքենաներով գնալու ենք, մենք հայերը կարող մեքենաներով գնալ Բաքու, ադրբեջանցիները մեքենաներով կարող գան Հայաստան։ Բայց Ջորջան Ալիևը դրա մասին չի խոսում։ Ինքը ասում է առաջ տանկերով ենք եկել, հիմա մեքենաներով գալու ենք մեր հին բնակավայրերը, որտեղ որ մենք բնակվել ենք, ուզում ենք հետ գանք բնակվենք։ Եվ Կարպյուսը շատ լավ ցիտեց խոսքը։ Հղումը ճիշտ էր, որովհետև ինքը ասում է մենք ոչ մի երկրում խնդրեմ չենք առաջացրել, այնտեղ ապրելով։ Այդտեղ չենք առաջացնում, պրոստը պետք է գանք վերադառնանք, իրենք գտնվում են իրանք տներ ունեն, վերադառնանք մեր տները ապրենք։ Հիմա սերի հայրենակիցներ հետ գնալով այն ժամանակաշրջան։ Օրինակ ես դեռ կառավարությունում էի, մեր հաստատքն այն էր, որ մենք պետք է Ադրբեջանի վրա եղած խնդիրները չփակենք։ Խնդիրները ո՞րն են։ Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, հայ ժողովրդի իրանքների ոտնահարում, պատերազմական հանցագործություններ։ Երբ որ դու դրանք փակում ես, դու բան չունես իր դեմը դնելու։ Եվ ինքը ասում է, այ մենք ունենք բաներ, եւ շարունակում է ինքը այդ իր մոտեցումները առաջ մղել։ Այսինքն եթե մենք ունենայինք հայերի վերադարձի հարց դեպի իրաց տներ, Սումգայիթ, Բաքու, Շամխոր եւ այլ կանգ թվարկենք բնակավայրերը։ Եվ իրանք ունենային այս օրակարգը, մենք կարայինք իրար դեմ օրակարգերը փակել։ Բայց կներում մենք փակել ենք միակողմանիորեն։ Իրանց է բաց, եւ իրանք ասում են Ջորջան, մենք գալու ենք այդտեղ ապրելու։ Ինչ ուզում եք արեք, մենք գալու ենք այդտեղ ապրելու։ Հատկապես որ ըստ իրենց հայկական բնակավայրերի մի զգալի մասը կամ նրանց անվանումները ունեն ադրբեջանական ծագում։ Եվ սա էլ է շատ կարևոր, որ ասում է, քանի որ ունեն ադրբեջանական ծագում, եթե դու ընդունես որ ադրբեջանական ծագում ունեն, ուրեմն ադրբեջանցիները կան տեղ ապրեն, ուրեմն ապրել են եւ իրավունք ունեն հետ վերադառնալու։ Հիմա նայեք Հայաստանին ասում են մի օգտագործեք Ստեփանակերտ բառը։ Խանքենդի է։ Դու Խանքենդի է, դե ինչ հայկական ինչ կա։ Ոչ մի բան։ Խանքենդի ինչ գործ ունեք դուք։ Խանքենդի չկա, առնվազն իմ մտածողության մեջ եւ երբեք չի լինի։ Ասենք դրանից ես կմերժեմ ցանկացած խոսակցություն, որտեղ Ստեփանակերտը անվանվի Խանքենդի։ Սա էլ, բայց գիտեք, այս պատմության մեջ մի շատ ամոթալի դրվագ կա, երբ որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, երկրի վարչապետը, արտգործ նախարարը, ազգային ժողովի խոսնակը սկսում են մեկնաբանել ուրիշ երկրի, Ադրբեջանի ղեկավարի մտքերը։ Դուք չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ով է, Ալիևի մամուլի խոսնակն է։ Այսինքն հերիք չի մեկնաբանում, մի հատ էլ փորձում է մեղմել Ալիևի ձևակերպումը։ Այ գիտեք, լրագրողներն ասում է, Ալիևը ինչ նկատի ունի։ Գնաց միոպե սոցիալ հոգեբանություն է։ Հա։ Այսինքն Նիկոլ Ալիևի հոգեբանն է, ուրեմն ինքը ուզում է բացատրի ինչ ասում Ալիևը։ Ու նորմալ է, մի վախեցեք, լավ ասա։ Հա, բայց դու ով ես որ մեկնաբանում ես։ Կամ Ալեն Սիմոնյանը, երբ որ ասում է, դա ժողովուրդ ջան, հանգստացեք, իրանց ներքին լսարանի համար են ասում, սա գիտեք ինչ ծիծաղելի միտք է։ Այսինքն Ալիևը Թրամփի ներկայությամբ, միջազգային հանրության ներկայությամբ ցույց է տալիս, որ գնում է խաղաղության ջատագով, բայց մյուս կողմից իր հասարակության ներսում շարունակում է հայատյաց քարոզությունը, Ադրբեջանի ներսում շարունակում է տիրապետող մնալ այն վստահությունը, որ հայերը այս տարածաշրջանում եկվոր են եւ վերջին տվյալներով եկել են բերվել են Հնդկաստանից 19-րդ դարում, այսինքն անհայրենիք ժողովուրդ ենք, մոտավորապես գնչուների պես, չփորձելով իրավունք գնչել։ Հա։ Եվ հիմա ես մի հատ տերմին եմ առաջարկում, որ դա մտնի առողջության մեջ ինչ է նշանակում Իլհամ Ալիևի ընդհանրապես քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ես դա մի բառով անվանում եմ թյուրքիզացիա։ Սա չի նշանակում, որ վաղը կարող է լինել պատերազմ։ Եվ իսկապես Ալիևը երբ որ ասում է տանկերով չեն գալու, մեքենաներով են գալու, թյուրքիզացիան հենց դա է։ Դա կոչվում է աստիճանական դեհայկականացում։ Աստիճանական 30 տարվա ընթացքում, 40 տարվա ընթացքում, այսինքն ինքը ապագայի վրա է խաղակարտը դնում, որ ասում է ապագայում մենք պայթեցնելու ենք տարածաշրջանը դեմոգրաֆիայով, տնտեսությամբ եւ այլն, եւ այստեղ մեծ վտանգ է հայտ գալիս տարածաշրջանում Հարավային Կովկասում քրիստոնեական տարի համար, որովհետև նմանատիպ խնդիր ունեն նաև վրացիները, Վրաստանը, իդեպ բոլորովին վերջերս Էրդողանն էլ
բարձրացրեց այնտեղ թուրքերի վերադարձի հարցը, այդ թեման մեր մամուլում մի փոքր անտեսվեց, քննարկումների պատճառ չդարձավ, բայց Վրաստանում լավ քննարկեց, այնտեղ մոտ 300-400 հազարի մասին է խոսքը, եւ այս process-ները նրա մասին չեն, որ մենք ֆաշիստ ենք, չենք ուզում թուրքերի ադրբեջանցիների հետ ապրենք, որ մենք անհամատեղելի ենք, որ թուրքը մնում է թուրք, չէ, նմանատիպ պնդումներ ես չեմ ուզում անել։ Ճիշտ մենք մեր հայկական պետությունը պահենք որպես հայկական պետություն։ Նրա մասին է, որ Սևանը որևէ պարագայում չպետք է դառնա գյոյչա, բայց Ադրբեջանի քաղաքականությունը տանում է նրան, որ տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հայկական եւ քրիստոնեական տարը կանգնի անհետացման վտանգի առջեւ եւ խաղաղ ճանապարհով առանց ավտոմատների դեմոգրաֆիայով, տնտեսությամբ, առևտրով, իրար հետ խոսելով, խոսենք իրար հետ, այո։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները գնան Բաքու, դեից գան Հայաստան։ Եվ այստեղ եւ միտքը վերջացնեմ, այսինքն դրսում խաղաղությունը խաղարկում Ալիևը, բայց իր ներսում շարունակում է հայերին դեհումանիզացնել, իսկ մենք ինչ ենք անում, ընդհակառակը ադրբեջանցիներին հումանիզացրել ենք, առանց այդ երբեք տենց ինչ-որ ֆաշիստական քարոզություն հակաադրբեջանական մեր միջավայրում չի եղել, գոնե պետության կողմից, բայց հիմա մեր պետական քաղաքականությունը, պետական քարոզությունը ադրբեջանցիներին շատ լավ դրական կոնֆլիկտներ բացառող լույսի ներքո է ցույց տալիս, այսինքն դա նշանակում է քարոզչական տեսանկյունից մեր հասարակությանը զինաթափում են, այսինքն այլևս գիտակցության մեջ եւ ենթագիտակցության մեջ ադրբեջանցիներին դիմադրելու անհրաժեշտությունը բնազդը չեզոքացում է, քանի որ նրանք հումանիզացվել են, իսկ Ալիևը իր հասարակությանը ընդհակառակը նախապատրաստվում է կոնֆլիկտի կամ խաղաղ էքսպանսիայի, այդ կոճակը խաղաղության չի սեղմում հասարակության ներսում, այսինքն հայերը այլ լույսով չեն ներկայացվում, դեհումանիզացիան շարունակվում։ Ավելին քեզ ասեմ, շատ հետաքրքիր բան հիմնավորեցիր, որովհետև նաև ես ուզում եմ ուրիշ ձևով ձևակերպեմ, բայց լավ ձևակերպեցիր։ Ես ուզում եմ ասել, որ Ալիևը իր ելույթներով եւ պահվածքով ինքը մոտիվացնում է իր ժողովրդին դեպի Հայաստանի Հանրապետություն, ժամանակին մոտիվացրել է պատերազմով, չէ՞։ Հիմա խաղաղ էքսպանսիայի իմաստով։ Իսկ Հայաստանում մեզ դեմոտիվացնում են դրա դեմ որևէ ձևով, պատերազմի մասին խոսքը չի գնում արդեն, որևէ ձևով դրա դեմ դիմակայունություն ունենալու իմաստով։ Ժորժան նորմալ է, իր սոցիալ հոգեբանությունն է նա, որ ինքը չի ասում, այդ որ քարտեզն է նկատի ունեցել։ Մի հատ գնացեք նայեք այդ քարտեզը։ Ով գնաց վերցրեց այդ քարտեզը, որը ասում է Ալիևը։ Ժողովուրդ, եթե դուք Ալմաթով բան եք պայմանավորվել, ինչ կայսրական քարտեզ գնանք նայենք։ Եթե պիտի հետ գնայինք կայսրական քարտեզների, Ադրբեջան չկա։ Չկա Ադրբեջան։ Դե գնացեք վեկալեք։ Իդեպ իրանագետ պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը այստեղ ասեց Ալիևի ցույց տված քարտեզում Ադրբեջան բառը չկա։ Հասկանում ես, այսինքն չէ, հիմա եթե մենք պետք է հետ գնանք, բայց այդ Վաշինգտոնի ստորագրությունը ինչի մասին է։ Կամ ասենք, ուզում եմ նաև անդրադառնամ ես ասենց մեծ շուկով թմկահարված ցորենի պատմությանը։ Նայ, նախկինում ցորենը ռուսական գալիս էր բեռնատար մեքենաներով Վրաստանով, Լարսով գալիս էր Հայաստան, չէ։ Հիմա ասում են Ադրբեջանը հանել է արգելքը, որ բեռնափոխադրումը անցնի իր մոտով, երկաթգծով, եւ ղազախական ցորենը եւ ռուսական ցորենը Ադրբեջանով ու Վրաստանով գալիս արդեն հասնում է Հայաստան։ Հիմա մի մեծ ցնծություն է։ Հիմա ես ուզում եմ այստեղ բացահայտենք ինչա տեղի ունենում։ Սերի հայրենակիցներ, քանի որ ես կարծում եմ ընտրական գործընթացներից հետո մինչև այդ չեն անի, որովհետև դա վախենալու թեմա է։ Ընտրություններից հետո, եթե վերընտրվի այս իշխանությունը, էլի եթե հուսով ենք չի վերընտրվի, մենք ամեն ինչ կանենք, որ չվերընտրվի, պետք է տրվի միջանցքը Ադրբեջանի։ Այդ միջանցքը տալուց առաջ պետք է դրական որոշակի աուրա ձևավորել, որ ձեր բեռներն էլ ախպեր ջան ընդեով են գալի գնում, ինչ խնդրեմ դու, անխոչնդոտ չի եկել, անխոչնդոտ էր, չէ՞, դեստեղ էլ անխոչնդոտ լինելու։ Բայց անխոչնդոտ սերի հայրենակիցներ խոսքը գնում է այն մասին, որ սովորական մաքսային պրոցեդուրաներով բեռը անցել է, եկել է այստեղ, իսկ Հայաստանի տարածքում նրանք ստացել անխոչնդոտ անցում, եւ որն ամենակարևորն է, եւ այդ անխոչնդոտ անցումը կարող են ստանալ ավելի շուտ եւ լիներ Ղարաբաղ, լիներ Արցախ, լիներ ժողովուրդ Արցախում ապրող, հայկական դպրոցներ, մեր քրիստոնեական ժառանգություն։ Եվ դա չի եղել, որի արդյունքում չկա այդ ամեն ինչը, ու հիմա լինելու է միջանցք։ Սա է էլ այդ աբիդնին, այդ բան այդ խայտարակությունը է դա։
չգիտեմ հայերեն abidni բառը ոնց կարելի է Բայց ձևակերպել։ զգում եք այդ պստիկ բաները ոնց են ինչ որ ասած մեծ աշխարհակական նվաճում ներկայացնում։ Իրականում էլի շատ պստիկ բան, հա։ Եսի ինչ չի։ Դա լավ հասկացա։ Էքսպերտները խոսում են, որ հացը չի էժանանա դրա արդյունքում։ Լավ վերջը, բայց ինչի մասին է այս թմկարում։ Կամ ուրիշ բան ասեմ։ Մենք ինչի ենք Ադրբեջանից կախվածության մեջ ընկնում։ Հարց։ Մենք որ ինչ ենք Ադրբեջանից ընկնում կախվածության մեջ, նույն ցորենի բանով էլի։ Եվ արդեն գրում են, բա ուկրաինականը ոնց պետք է բենենք, ու մեզ պետք է դիվերսիֆիկացիա, ռուսական չի պետք ցորենը լինի, ուկրաինական բերեք։ Վրաստանի քարտեզ նայել եք ուկրաինական ցորենը ոնց գա Ադրբեջան որ Ադրբեջան։ Այսինքն դիվերսիֆիկացիան վերաբերում է Վրաստանին։ Չէ, բայց Վրաստանով էլ անցնում։ Դիվերսիֆիկացիան վերաբերում է բեռնատարերին։ Որ բեռնատարերով չի անցնում։ Բայց էլի Ռուսաստանը ստացավ եւս մի կոմունիկացիա։ Հա, ռուսական ապրանքները նոր կոմունիկացիա են ստանում, որ կգան հիմա նաև բան։ Եվ միգուցե Ռուսաստանը հենց այդ երկաթուղին օգտագործի Հայաստանի տարածքով էլի Վենեսուելային օգնություն հասցնելու համար։ Եվ սա աշխարհի ամենահակառուսական իշխանությունն է այո։ Այն որ ասում էին, հա, չէ։ Վենեսուելային պրոս ուղղակի ոնց են օգնություն ցուցաբերելու Հայաստանի տարածքով։ Դա տենց այդ պատմությունն եղավ։ Չեմ պատկերացնում, բայց լավ։ Բայց լավ։ Վենեսուելան, հա։ Եվ այս իմաստով ես ուզում եմ մի հետաքրքիր բան արձանագրենք, որ փաստորեն պարզվում է, որ Ալիևը այս իր հայտարարությամբ ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը իրենք շարունակում են չճանաչել ոչ մի որևէ քարտեզով չեն ճանաչում այս կարգից։ Որևէ քարտեզ չկա դրված։ Նայ, մեր պայքարն ինչն էր, որ պետք է անպայման պայմանագիրը ստորագրելուց կամ դեմարկացիա դելիմիտացիան ավարտած լինի քարտեզ, չէ։ Սենյորական ասացին, դա դժվար է, դա երկար ճանապարհ է, դա երկար ժամանակ կտանի բան։ Հայկական դիրքորոշումը հետեւյալ ձևով վերաֆորմատավորվեց այն ժամանակ, որ լավ, դուրս եկեք քարտեզ դնենք, որտեղ դեմարկացիա դելիմիտացիան զուտ մետրների մասին է, էլի։ Այն քարտեզը, որով մենք ճանաչում ենք, դնենք տակը, հետո դեմարկացիա դելիմիտացիան կանենք։ Այդ ձևով ճանաչենք, որպես կից փաստաթուղթ։ Որտեղ Փաշինյանը քառակուսի կիլոմետրով էլ է ճանաչել Ադրբեջան, չէ։ Հայաստանի Հանրապետությունը քառակուսի կիլոմետրով չեն ճանաչել։ Հիմա նաև ասում են, որ նաև չենք ճանաչում խորհրդային քարտեզով։ Որտեղ կայսերական քարտեզներից է խոսակցությունը գնում։ Եվ ժողովուրդ ջան, մենք ունենալու ենք խնդիրներ այս իմաստով։ Գիտեք, այստեղ ամենաողբերգականը ինչ է, որ Հայաստանը արդեն վաղուց ընդհանրապես օրակարգ չունեցող պետություն է եւ տարածաշրջանում ռազմավարական առավելությունը գտնվում է Բաքվում եւ իրենք են թելադրում օրակարգ եւ իրենք հիմա այսօր իրենց առավելությունը այնքան շատ է դարձել, որ իրենք Հայաստանի նկատմամբ քաղաքականություն իրականացնելու համար ունեն A տարբերակ, ան չստացվի B տարբերակ, G տարբերակ։ Հայաստանը զուտ տուպը արձագանքող է եւ հենց վառ օրինակ էլի այդ օգոստոսի 8-ի փաստաթղթը որ այդքան թափ են տալիս դրա կորիզը, դրա բուն այդ առանցքը ձևավորվել է Բաքվում։ Կարծես բայց այդ կոնտեքստում նաև հիմի դու ձևակերպում ես այդ ձևով, ասում են դե ինչ ճար ունենք ախպեր։ Ինչ կարանք անենք մենք։ Ինչ կարանք մենք անենք։ Կամ ուրիշ բան քեզ ասեմ, իշխանական ներկայացնից մեկն ասում է դե ընդդիմությունը սնուցվում է Ադրբեջանից, Հայաստանի, էլի։ Ասում է տես ընդեզ մի հատ տենց հայտարարություն են անում, ցնծում է ընդդիմությունը, օգտագործում է դա մեր դեմ, բան սենց, ասում են ախպեր Բայց մի րոպե, բայց դուք եք բոլորից գլուխը արդյունքել, ասել որ հարցերը լուծված են։ Բայց ախար, ընդդիմությունը ի՞նչն է։ Ալիևի մամուլի խոսնակները դուք եք իր արտահայտությունը մեղմացնում։ Ընդհանրապես սենց է, չէ՞, երբ որ շեֆը, օրինակ Լուսավոր Հայաստանի շեֆը, կողմը ներվանացած մի բան խոսա, հետո կգա Լուսավոր Հայաստանի մամուլի խոսնակը դա կասի, դե շիմքիչ այդ նկատի չուներ պարոն Մարուկյանը եւ այլն։ Հիմա ոնց որ այդ լներ։ Ալիևը մի բան է խոսացել։ Ինչի ոնց որ։ Էդ է։ Ինչի ոնց որ։ Ալիևը բան է խոսացել Հայաստանի վարչապետը, Հայաստանի վարչապետը։ Ասում է դե լավ լմի րոպե սոցիալ հոգեբանություն լմա։ Եվ այ օրինակ Նիկոլ Փաշինյանը սոցիալ հոգեբանություն ուսումնասիրի հետարքիրա։ Ինչ կապ ունի սոցիալ հոգեբանության հետ։ Իսկ մողակի այդ բառը ինչ որ միտը հանդիպել է։ Իսկ դու լսեցի որ ասում է խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ օտարոտի է։ Դա համար չենք անցալում մենք։ Դա օտար է։ Դա ոնց որ, այսինքն մեր մեջ բնական է, որ մենք միշտ ունենանք կոնֆլիկտ։ Իսկ որտեղից է եղել բնական որ ունենանք կոնֆլիկտ, որտեղ մենք
ունեցել ենք 100 տարվա խնդիրներ։ Գիտեք, սա արդեն ոնց որ գիտեք զավեշտ է դա։ Նենց է ներկայացնում, ոնց որ չեղած տեղը դատակ դրացությունում մենք ենք անդադ կոնֆլիկտ բզբզացել։ Բայց կոնֆլիկտը եղել է, չէ՞։ Հիմա օտարոտի է, ոչ օտարոտի է, ինչա, ինչ բառեր կարանք մոգոնենք սոցիո հոգեբանական, բայց կոնֆլիկտը եղել է, չէ՞։ Հիմա քո խնդիրն է, որ որպես պետությունը կոնֆլիկտը սպասարկես, լուծես։ Այո։ Եվ հիմա այլ ոչ ոչնչացնես կոնֆլիկտը, ոչ մի երկիր չի առաջնորդվում նրանով, որ կոնֆլիկտը լուծելու փոխարեն կոնֆլիկտը բանը հանձնի, ասի չկա, երբեք գոյություն չունեցել եղել այդ կոնֆլիկտը։ Դու պետք է կոնֆլիկտի առհամարում է տեղ ունենում, մենք առհամարում ենք կոնֆլիկտը, որ չի ինչ չկա։ Ախր հիմա այդ հեշտակի թևերը հակել են անդադ դիրքավորվել են որպես խաղաղություն բերողներ, բայց Հայաստանի պատմության ամենառազմատենչ ռետորաբանությամբ իշխանությունն է իրենցը։ Ոչ մի իշխանություն այդքան ռազմատենչ ռետորաբանություն չի ունեցել։ Կարծես գիտես ինչն է զարմացնում, որ իրանք սկսել են ասել իշխանությունները, որ մենք խաղաղություն բերողն ենք, ու եթե մենք չընտրվենք չի լինի խաղաղություն։ Եվ մի հատ ես ինչ է, որ իբր թե ոչ մի բան չի եղել։ Այսինքն ոչ մի բան չի եղել։ Այսինքն հարց լուծել ենք, անլուծելի հարցը վերցրել լուծել ենք։ Ես հարց ունեմ։ Հայաստանի որ նախագահը չէր կարող այդ կոնֆլիկտը այս ձևով փակեր։ Ինչ ուզում Ադրբեջանը ասեր, հա կուզածով, հա, չէ՞։ Ճանաչում ենք, սա Ղարաբաղն է քո մեջ, բան չենք ուզում, չենք պահանջում վերադա, ոչ մի բան չենք ուզում, անկլավն է 4 գյուղերը, բան ցախ։ Ու ասել կոնֆլիկտը լուծել եմ, ես լուծել եմ կոնֆլիկտը։ Որ պրեզիդենտը մեր չէր կարող դա։ Բոլորը այդպես լուսեին էլ են։ Բախի չէին մի բան է ավել, բայց պարոն Մարուկյան, ախր չի կար այդ կարգի ապա բարոյականացնել հասարակությանը, խաղաղությունը պետք է դիտարկել որպես ինքնանպատակ։ Հենց դու սկսում ես դա որպես դատարկ ինքնանպատակ դիտարկել, ստանում ես ոչ միայն խաղաղություն չես ստանում, այլ նաև հիմքեր ես նախապատրաստում ապագա կոնֆլիկտի համար։ Մենք հիմա չպետք է էլի դա ինչ-որ մատ Եհովայի վկաների նման խաղաղություն ինչ-որ տես ավետարանական լոզունգ դարձնենք ու չգիտեմ աղոթենք դրա արած ծնկի եկած։ Այդ չի էլի, պետք է զբաղվել քաղաքականությամբ։ Քեզ վստահված է պետություն, պետք է պաշտպանես դրա շահերը, հասկանաս, որտեղ կարա մի մետր առաջ գնա, 5 մետր հետ գնա եւ այլն, զբաղվես քաղաքականությամբ։ Եվ պետության համար ստեղծես երկարաժամկետ զարգացման ծրագիր, այդ ռելսերի վրա պետությունը դնես։ Իսկ այս իշխանությունը բանա առաջնորդվում է այդ կարճաժամկետության բանով էլի, որ ամեն օր ինչ-որ մատ մեդիա վերնագրեր է ի հայտ բերում մեր համար, ու այդ մենք այդ վերնագրերի լոգիկայով ապրում ենք, էլի հայկական ժամանակի տրամաբանությամբ։ Սա իդեպ այդ դեմոկրատիայի խնդիրը էլի, որ հիմա ամբողջ աշխարհում կա, տեսեք Ադրբեջանը դեմոկրատական երկիր չի, այդտեղ նախագահը չի փոխվում, կարող 10 տարի էլ կառավարի, հետո միգուցե իշխանություն փոխանցի որդուն, եւ հիմա դրա համար դա իրան թույլ է տալիս դիկտատորին երկարաժամկետ մտածել։ Իսկ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով Հայաստանում անդադ 10 տարին մեկ իշխանությունը փոխվում է, չէ՞։ Իսկ ի՞նչ նախանգարում հիմա կարճաժամկետ ինչն են հաշվել որ չի։ Դե հիմա որտեղ այս իշխանությունը հիմա ամեն ինչ դրել է մի կողմ, Հայաստանը դրել է միայն թե վերընտրվի։ Միայն թե վերընտրվի։ Իսկ Ալիևը տենց բնազդ չունի ինքնապաշտպանական անդադ վերընտրվելու։ Իսկ սա ունի, դրա համար պետությունը բանա զալոգ է դրել իր վերընտրվելուց։ Հիմա ես ասում եմ, չէ, Հայաստանը ընդհանրապես պետական գործիչը ինչի մասին պետք է մտածի, թե որ այս պետությունը գոյություն ունենա նաև 10 տարի հետո, չէ, 20 տարի հետո։ 20 տարի հետո ինչ ալնելու է երկրի։ Դա եթե 360,000 ադրբեջանցի գազ տեղ։ Լավ, հիմա վերցնենք ձեր որդիներին, Քրիստիանը, ձեր որդին 20 տարի հետո ինչ երկիր է տեսնելու։ Ախր գիտես ինչն է բանը, որ մարդիկ ես իմ մոտ տպավորությունը որ ոնց որ ինչ որ թմբիրի մեջ ենք, ինչ չենք ընկալում, նայ չենք հավատում։ Ես որ ասում են, ասեմ, ալավ Բաքվից ով է գալու ստեղ ապրի այ ախպեր բան։ Ալավ ինչ պետք է, բայց ախր իրանք այդ սախ նարատիվները շատ կազմակերպված իրականացրել են։ Դժվար է 100 ընտանիքի ֆինանսավորել, հերթով բերել ասել ուզում ենք ապրենք ստեղ։ Մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, նա ինչն է այդ արկի։ Տարածքային ամբողջականությունը մենք ճանաչում չենք դիճարակում, դուք պետություն եք։ Սևանը լավ դուք Սևան եք ասում մենք գոյ չա, տես ոնց Զանգեզուրի միջանցքի հարցը փոխվեց։ Զանգեզուրի միջանցքը նյարդեր, չէ՞։ Հիմա ինչ են ասում։ Ասում դա իրանց տարածքի հատվածն է, մեր մասին ինչ։ Հիմա ասում են Սևանը գոյ չա, ասել են դե իրանց մոտ են տենց ասում, մեր մասին չի։ Դա ասում են Հայաստան, ասում են չէ, Արևմտյան Ադրբեջանը, ասում են դե իրանց մոտ են տենց, ու տենց ամեն ինչ արդարացվում։ Ով ասում որ Բաքվից են գալու։ Նա ինֆորմացիա կար Պակիստանից մարդ բերված մարդ։ Հա, Բաքվի
Բաքվում պատրաստվում ֆինանսական բարեկեցություն ունեցող կրթված միջին խավը չի գա հաստատ Վարդենիսում ապրի, Սյունիքի լեռներում ապրի, իրանք գյուղերում գյուղերից ու մասս կարան բերեն։ ու որ կան ապրեն նաև անվտանգություն պետք է ապրեն։ Այդ մենք հիմա լուսնի վրա ենք ապրում, այս մոլորակի վրա տենց վերաբնակեցություններ մենք չենք տեսել։ Հա, մեր ամբողջ ռեգիոնը զոհն է այդ ռուսական կայսրության, հետո նաև սովետական իշխանության իրականացրած վերաբնակեցությունների։ Չեչենիային վերցնում է տանում է Ղազախստան, հետո բերում է թաթարները, ի վերջո Ինչն է պատճառը, որ մեր ժողովուրդը չի հավատում, որ սա կարա իրականանա։ Դե մեր ժողովուրդը ոչ մի բանի չի հավատում, մեր ժողովուրդը Նայ, անդադար իրանք ինչ են ասում են, չի եղի հանդիպում ադրբեջանցիներ լինեն, որ չասեն, որ դուք տարածաշրջանի ամենամոնոէթնիկ ազգն եք։ Ձեր մոտ նայ Թուրքիայում տարբեր ազգեր են ապրում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում տարբեր ազգեր են ապրում։ Վրաստանում տարբեր ազգեր են ապրում, ասում են մեր մոտ մենք շատ տոլերանտ ենք, Ադրբեջանում էլ տարբեր ազգեր են ապրում։ Բայց դուք միայն հայերով եք, չի դարեստական է, դրա համար մենք պետք է գանք ապրենք, որտեղ իր բնական վիճակին գա։ Ապրենք, շատանանք, երեխեք ունենանք, մսկիթներ կառուցենք, մեր աղոթատերիներ ունենանք, մեր գերեզմանները վերականգնենք, ասենց խոսում են։ Բայց ամենայն հարագանքով ոչ մի կոնֆլիկտ չունենք։ Ուղղակի գանք մի 360,000, 300,000 հոգով գանք։ Ստե ինչ, այսինքն այս մարդիկ լավ չեն կալումը։ Նայ, վարչապետը ինչ ասում է, վերադարձի օրակարգը վտանգավոր է։ Վտանգավոր է, Ալիևն էլ ասում է մի վախեցեք։ Նայ, դու ասում ես վտանգավոր, Ալիևն ասում է մի վախեցեք։ Դու չես ասում, չէ, Ալիև մի վախեցեք, թող 150,000 հայերը գան Ղարաբաղ։ Մի վախեցեք, Ալիև թող հետ գա։ Եվ Ալիևն ու Էրդողանը Հայաստանին ու Վրաստանին գցում են թակարդը։ Սա մեծ հաշվով առաջին հայացքից մարդու իրավունքների հարցը, չէ՞։ Հա, ո՞նց է դու միջազգային հանրության առաջ, ո՞նց է Փաշինյանը իր առաջադեմ, որ մենք շատ առաջադեմ, չէ՞, գնում ենք արևմուտք։ Ոչ չի ասի մենք չենք կարող իրանց հետ ապրենք, մենք չենք կարող իրանց հետ ապրենք։ Բայց երբ որ խորանում ես հարցի գիտական էության մեջ, գիտական տեսանկյունից ես փորձում դիտարկել, տեսնում ես, որ ոչ թե այստեղից գնացած մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը, այլ ուզում են Հայաստանի, նաև Վրաստանի մեջ թույն ներարկել ապակայում պայթեցնելու համար, որովհետև եթե այստեղ ստանում ենք արհեստական էթնիկական բազմազանություն, արհեստական իսկապես արհեստական է, դե բերված է, բերվում է արհեստական, դա դուք մի եղեք մոնոէթնիկ, դուք ինչ եք մոնոէթնիկ, դա հիմք է բախման, դա հիմք է զինված միջամտության, ապագայում եւ ընդհանրապես հիմք է որևէ համակարգի, որևէ հասարակության, հասարակական կառույցի կազմակերպման համար եւ այսպիսի վերաբնակեցումներ եղել են բոլոր կոնֆլիկտների ժամանակ։ Ասենք Ալիևը ուզում է կոնֆլիկտ էքսպորտ անի։ Այո։ Այն բնակչությունը, որ բերվեց այդտեղ, կոնֆլիկտը էքսպորտ արվում։ Եվ ապագա սերունդների համար, եթե հիմա համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, Հայաստանը չփոխի իր քաղաքականությունը, մեր սերունդները հայոյելու են մեզ, որովհետև մենք իրենց դժոխք ենք ժառանգություն թողնում։ Բայց հարցը մեր սերունդներին էլ չի հասնելու։ Շատ արագ է։ Կարող է մենք էլ առաջի խումբը որ եկավ, դա ուղերձալն ու բավականին շատ մարդկանց ուղակի թողան գնան երկրից։ Ասի շատերն են ասում, ինձ փողոցներում են ասում։ Ասում են առաջի սիգնալը, այնա մի հատ տենց խումբ մտավ, չենք մնա այստեղ կգնանք ու մեր մեջ այդ բանը կախել, հասկանաս մենք փոխանակ մեր հողից կպած մնանք, նենց անենք որ դա չլինի։ Մեր մոտ ընդհակառակ բանն է աշխատում։ Կգնանք, հասկանում ես։ Դու գնում ես քո տեղը գալիս են, ինչ խնդիր կա, գալիս են։ Էկոները վենա երթի տակ են։ Այս ռեգիոնի համար բնորոշ գործընթաց է, այս մեր ռեգիոնում բազմիցս էթնիկական, էթնոկրոնական, կրոնաէթնիկական կազմերը միշտ փոփոխվել են։ Հենց աշկերտից առաջ մենք փոքր Ասիա թերակղզին, որտեղ հիմա տարածվում է Թուրքիայի Հանրապետությունը, որը ոչ վաղ անցյալում հելենիզմի հունականության գլխավոր կենտրոնն էր, եթե Բալկանյան թերակղզին չհաշվենք, բայց ընդամենը մի քանի տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում այդ ռեգիոնը դարձավ թուրքական։ Այսինքն անդադար այս ռեգիոնում էթնիկական եւ կրոնական կազմը փոխվել է, մի մտածեք, որ չի փոխվելու։ Եվ պետք է պաշտպանական մեխանիզմներ մշակվեն, այլ ոչ թե, չգիտեմ, ինքներս մեզ զինաթափենք եւ
Զինաթափելը պետք չի մենակ հասկանալ որ բանա Զենքի մասին խոսքը գնում է։ Այլ Նաև զենքի մասին, այլ զենքի մասին։ Բայց հիմա այս իշխանությունը մեզ հոգեբանորեն է զինաթափում, որ այլևս մենք բանը խնդիր չտեսնենք Ադրբեջանից եկող։ Հասկանում եք, մի դիմադրեք, ինքը լավ մարդ է, ախր մի ես հիմա կմեկնաբանեմ ասում, ես հիմա կասեմ ինքը ինչ նկատում, ինձ մի բան է։ Բարի մարդ է, շատ լավ է տրամադրված մեր նկատմամբ։ Այնտեղ Հայաստանի Հանրապետության դատն է գնում, էլի Բաքվում ժողովուրդ գնում է Հայաստանի Հանրապետության դատը։ Հայկական ազնագիր են դատում այնտեղ։ Հայկական տեղանունները, ինչ մենք 35 տարի ունենք, այդ ամեն ինչը դատվում է, հենց Բաքվում։ Բայց Ալիևը թողելա որ ծորենը ասել։ Այդ ծորենը ասել։ Եվ հիմա էլի կգտնվեն ինչ-որ իմաստուն մարդիկ են, որ յանի sense հասկանում եք ասեն լավ հասկացանք, այդ գիտենք, ինչ որ խոսում եք, ելքը ցույց տվեք, ախպեր։ Ասիլս է շատ կարևոր է, օրինակ ես որ միջանցք տալու թեման քննադատում եմ, ասում եմ լավ դու ինչ ես առաջարկում։ Արա հասկանում ես, ասենք միջանցք տալու այլ ընտրանքը որն է, չտալը։ Դա դժվար է ասենք։ Ալիևի, ասում են Ալիևը ասած ասում, ինչ է, չհամաձայնվել, ժողովուրդ, չհամաձայնվել։ Ով է ասել որ ինչ որ ասում են պետք է դրա հետ համաձայնվել։ Ով ասել։ Միջազգային հարաբերություններում նաև շատ հետաքրքիր բառ կա, չէ։ Հա, չէ, ոչ։ Հա, կա ոչ բառ։ Այն ժամանակին մի հայտնի մարդ էլ կար, սովետի արտգործնախարար պարոն Գրամիկոն, որի մականունը Միստր Նյետ։ Միստր Նյետն է։ Այսինքն չէ կարելի ասել, էլի, մենակ ասել ոչ, էլի, սերի հայրենակցություն։ Եվ հայ ազգը, հայկական այս հայկական միակ պետությունը կարող է ասել մեկ նաև պետքա չի ասել, այլ ոչ թե միշտ անմնացորդ տրվել։ Ու գիտես ինչն է, որ ասես Ռիալեն Սիմոնյանն ասում է ներքին լսարանի համար։ Այդպես դա վերլուծենք, էլի։ Այսինքն Ալիևն ասում է Հայաստանը այսօրվա Հայաստանը չպետք է վախենա ադրբեջանցիների վերադարձից եւ Հայաստան պետությունը չպետք է վախենա, հայ ժողովուրդը Հայաստանը։ Ալեն Սիմոնյանն ասում է դա ներքին լսարանի համար է։ Ես չեմ ասում մենք ներքին լսարանն ենք Ալիևի։ Մարդն ասում է Հայաստանը չպետք է վախենա որ մեր ժողովուրդը գնա հետ Հայաստան ապրի։ Ինքը տենց է ներկայացնում։ Դրա ինչն է ներքին, այսինքն իրան ներքին լսարան ասում է դուք գնացեք գնալու եք Հայաստան, մոտիվացնում է որ իրանք գնալու են, չէ՞։ Ու մեզ ասում է մի վախեցեք, դրա ինչն է ներքին լսարանի համար։ Ինչ է պատմում Ալեն, էլ ինչ ասում։ Հետո ընդ Փաշինյանը լրիվ ուրիշ պատասխան է տալիս, ասենք գոնե իրար այդ պայմանավորվեք ինչ եք։ Ասենք նա արդեն սոցիալ հոգեբանություն։ Ներքին լսանին տենց ուղղորդեն են հաղում կոնֆլիկտից առաջ։ Այլ, այսինքն պատերազմից առաջ են նման բան տենց ասում ներքին լսանին, էլ եթե խաղաղություն է ներքին լսանի տրամադրում ես գնա հարևան երկիրը, իր տներն ուզի, իբր թե իր հակագծերի մեջ։ Ախր ես հարցում եմ։ Ես լայվ էի դեղել եմ խոսացել, բայց կարծում եմ ստեղ արժե ասել, որ Ժողովուրդ ջան նորից եկեք մի հատ նայեք փաստերը 80-ականների վերջին խորհրդային միության փլուզման process-ի արդեն մեջ Ադրբեջանից շատ համայնքներից Մազապուրց Հայաստանի Հանրապետությունից մի քանի տեղի մեր դրվագ եղել է բռնությունների եղել է եւ մնացածին ոստիկանական ուղեկցությամբ մենք ճանապարհել ենք Ադրբեջան Եվ շատ-շատերը փոխհատուցում են ստացել, շատ-շատերն էլ բնակարանները փոխանակել են։ Այսինքն Սումգայիթի բնակարանը փոխանակվել է, այստեղ ինչ-որ գյուղի բնակարան։ Եվ ընդերից ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան ստեղ գնացել Ադրբեջան։ Հիմա որ տներն են ուզում հետ գան իրանք։ Դրան է գումարվել է 150,000 Արցախից են եկել։ Որ տներն են ուզում գան։ Ժողովուրդ հասկանում եք ինչն է բանը։ Այսինքն թեման սենց է։ Կամ երկու կողմը պահանջում է որ վերադառնա Եվ հարցը կանգնում է որ լավ եկեք չպահանջենք, sense խաղաղ ապրենք։ Կամ եթե մի կողմը պահանջում որ վերադառնա, մյուս կողմը չի պահանջում որ վերադառնա։ Այս մյուս կողմը վերադառնալու է։ Այդ ժամանակ գտնելու եք Փաշինյանին, ասեք ես ինչ արիր, որտե՞ս եք գտնելու իրան։ Ռուբինյանին եք գտնելու, թե Ալեն Սիմոնյանին։ Ինչ եք ասելու իրանց։ Թե բաներքին լսանի համար։ Եվ հանկարծ չխաթարվի ես մեր հանկարծ Ինչ էր ասում, հա, բերկրանք, ասում ես, խաղաղության բերկրանքն է։ Հանկարծ Ալիևը չջղայնանա, էլի այդ լոգիկա։ Բայց Ալիևյան Ալիևը չի ջղայնանալու հիմա, մի հատ կներես, Ալիևը ասենց հանգիստ ջերմ բան խոսալու է, որ Փաշինյանը կարողանա վերընտրվել Ջորջան, որովհետև մնացած բաները ինչ որ պետքա
զիջվի Հայաստանի ինքնիշխանությունից ու տարածքից դա ընտրությունից հետո մնացել։ Ալիևյան տրամաբանությամբ Վարդենիսը, Սյունիքի մի զգալի մասը, Արարատյան դաշտի մի զգալի մասը, Վայոց ձորը, նաև Մասիս քաղաքը, Շիրակի մարզում որոշ բնակավայրեր Ադրբեջան են։ Ժողովուրդ, այս ամեն ինչին խնդրում լուրջ վերաբերվեք, Եթե 7 տարի առաջ ինչ-որ մեկին ասենք, որ Ղարաբաղը չինելու, մեր վրա կծիծաղային։ Կապիս մեղադրանք կա, որ բայղուշները, այ բայղուշ, մենք բայղուշներն ենք։ Պարոն Մարկյան, Կաս ասես։ Երբ որ 2020 թվականին պատերազմի բանը վտանգը զգում էինք, այն ժամանակ, երբ որ ինչ-որ մեկին ասենք, որ Ղարաբաղը չինելու, ով կհավատար, չէ՞, կասեն, այս իդիոտները ովքեր են այսօր։ Ոնց կարա Ղարաբաղը չլինի։ Ոնց կարա։ Դա մենք համաձայնենք նույնիսկ մի սանտիմետր փող զիջման։ Այդ դիրքավորումն է։ Հիմա էլ ժողովուրդ կան այսպիսի լուրջ վտանգներ եւ իսկապես կան եւ սրանց պետք է լուրջ վերաբերվել եւ պետք չէ էլի տենց կոնֆորմիզմի մեջ ամփոփվել ու մտածել որ լավ դա ամեն ինչ սենսել կգնա այն ժամանակ էլ թվում է որ ամեն ինչ սենսել կգնա Ղարաբաղը հավերժա Ջաբրայելը հավեր մեխակավանա Ֆիզուլին էլ հավեր վարանդայա ու սենց աղդամն էլ ակնա չէ Հիմա մի բան ասեմ կարպես այսինքն Ղարաբաղում ցորեն էին կաճեցնում այդ ցորենը Հայաստանը սպառում էր այդպես չէր թմբկահարվում եւ ներկայացում ոնց որ հիմա ասենք այդ ցորենը գալիս պապանո Ոսկրուց ինչա տեղ ունեցել ասենք հազարավոր հեկտարներով ասենք ցորենի արտերը մարդիկ այդ առաջադիմական շրջանակները չեն կարողանում առաջնահերթությունները դասել ըստ հերթականության Իսկ այդ առաջադիմական շրջանակների մեջ նաև մենք էլ կանք ինձ թվում է ոնց է եղել էլի որ մենք ասում ենք Դուք ուզում եք գերի մնաք այդ Լարսի ճանապարհին, ասես չէ՞ դեմքերով բաներ են խոսում։ Լարսի գերիներ խոսքի։ Ես իմ կապերը խզել եմ այդ բոլոր շրջանակների հետ։ Եվ նաև իմ որոշ իմ անցյալի որոշ դրվագների հետ եմ իմ կապերը խզել։ Ոչ թե որ դա այդ ամեն ինչը շատ դատապարտելի է, ոչ թե որ այդ ամեն ինչը միանշանակ սխալ է, այլ հիմա առաջնահերթությունները այլ են։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության կարիք ունի եւ ես մտքով բառերով գաղափարներով դա եմ փորձում անդադ ձևակերպել որ այս խնդիրները կան բայց այդ առաջադիմական շրջանակները նույնիսկ ասեմ ի վիճակի չեն առաջնահերթությունները ըստ հերթականության դասավորել հա իհարկե շատ լավ է տեսականորեն ինչն է վատ որ Ադրբեջանի տարածքով ցորենա գալիս երկաթուղին գործում հա շատ լավ է բայց ախր Դա մեր առաջնահերթությունը չի եւ կյանքի նպատակը։ Այդ չի, չէ՞, ակնհայտորեն այդ չի։ Այսինքն անվտանգության երաշխիքներ ունենք։ Դե հիմա 90-ականների պատերազմի ժամանակ էլ 90 անգամ այդ երկաթուղիները բան Ադրբեջանը պայթացնում էր, Հայաստանի իշխանությունը վերականգնում էր։ Այսքան այդ եւ հասարակությունից բանը, հասարակությունը դրա մասին գուցե չգիտեն շատերը, այն ժամանակ에 չեն իմացել, բայց այս իշխանությունը ինչ-որ մի քանի վագոն ծորենը ինչ-որ բանա փառահեղ ինչ-որ նվաճում է ցույց տալիս այն ժամանակ ինչ ասեին որ երկաթուղին տրակում էր վերականգնում էին տրակում էր վերականգնում էին ժողովուրդները սովից էին ուզում փրկել հիմա առաջնահերթությունը պետք է հասկանալ սովը որ ասեցի լավ ասեցի նաև տպավորություն կա որ ասենք ոչ մի ուրիշ ճամփա չունենք ցորենը բերելու ու այ դրա համար Ադրբեջանը իրարունու ձեռը մեկնեց համոթորտան սոված ասեն սոված ցորենա ուզում սոված ստացեն հայ ժողովուրդը այդ վիճակն է հա Էտեք հավատացնում եմ ծախեք մարդկանց վրա հավատացնում եմ հարցը ցորենը չի հարցը նույնիսկ կոմունիկացիաների բացումը չի շատ բաների այդ դրվագների վրա ենք ֆիքսվում ամենակարևոր հարցերը դնելով մի կողմ ամենակարևոր հարցը իմ կարծիքով որ մենք մեր հասարակությանը մեր հասարակական կառույցը կազմաքանդում ենք եւ զինաթափում ենք այստեղ այլևս դիմադրության պատրաստ առաջնորդին գաղափարական տեսանկյունից մարդ չի մնալու չի գտնվելու այդպիսի մարդ այսինքն հասարակությանը մերկացնում ենք էլի պարոն Մարոկյան հանձնվում է այլ ամեն ինչ արդեն կարելի է ամեն ինչ հնարավոր է որոշ կանգառներ գոյություն կանգառները գոյություն չունեն Ժորժ ջան նայեք մենք հարցը շատ լավ է ասում հարցը ցորենը չի ու հարցը ցորենի ճանապարհները չեն թե ինչ ճանապարհներով կգա ցորենը
Հարցն այն է, որ մեզ տրամադրում են մի բանի, որը շատ վատ տեղ է տանում։ Եվ ուզում եմ նաև համեմատել մեր իշխանությունների մնացած բոլոր հայտարարությունները նաև այս հայտարարության հետ, որ միշտ այսենց խաղաղեցրել են, հանդարտացրել են, որ ինչ եք ուզում, ասենք ինչ որ փուլերում մենք ենք չէ հավատացել այդ ամեն ինչ։ Մենք ենք ինչ որ փուլում հավատացել, որ այս պահը սենց են, դե սենց ասվեց, որ ասում են, բա այդ ճանապարհի հարցը ասում են, ինչ գրված է դա։ Ասենք մի րոպե, բա դետալները ասում են, դետալները չենք բանակցել, նորա բանակցվում։ Ասենք բալա դետալները չբանակցված։ Ոնց է կեր ես հայտարարությունները անում։ Կարա լինի սցենար, որ հետո նես բան դեմ տրվի, բանակցվի, իբր թե բայց դեմ տրվի, համաձայնեցվի, որը որ անթույլատրելի է։ Հա կարա։ Հետո ինչ եք ասել, ասում եք դե տենց եղավ ժողովուրդ ջան։ Դեմոկրատիայի խնդրեմը քանի տարով Թրամփը չի լինելու։ Լսի որ անդադ ասում ես դեմոկրատ թեման է մնաց։ Նայ արշավ կա, հոգերանից ինչ որ մեկը ասել է որ դեմոկրատիան վատ կառավարում, ինչ որ Միքայել Սրբազանն էլ ասել, բանսես մի հատ հարցակվել են, այ դուք դեմոկրատիայի դեմ եք դուս եք, հիմա դու էլ ասեցիր, որ տես Ալիևը դիկտատոր է, հեշտ է։ Ես դա չեմ ասում, ես խոսում եմ բան իզմեր մոտ որ դեմոկրատիա դժվար, այսինքն մարդիկ կարող է սպահը մտածեն որ մենք իսկապես դեմոկրատական երկիր ենք։ Համետ մտածեն, հետել հայտարարքի։ Ու մտածեն որ մենք դեմոկրատիային դեմ ենք, հասկանաս։ Եթե մենք դեմոկրատական երկիր ենք, ժողովուրդ ջան, 26 թվի ընտրություններով, եթե 26 թվին ընտրությունները 26 թվին է հունիսին, իշխանությունը պետքա փոխվի։ Ոչ թե ես եմ ուզում դա դրա համար, չէ, դեմոկրատական եթե երկիր եք, դի փոխվի։ Բայց եթե իշխանությունը ումից վախենում է կալանավորի ու ընտրությունները տեղ ունենան նենց ոնց որ արդեն երևում է, դեմոկրատիա, այսինքն որտեղ պետք է դեմոկրատական չի, որտեղ պետք չի նույն Ալիևների դեմ, մենք վայ գիտես չենք կարող ասենք որ ադրբեջանցիները չեն կարող վերադառնան։ Պարոն Մարուկյան, ես մի բան ասեմ արագ, քանի որ մոտենում ենք ավարտին։ Հայաստանի մի ժողովրդավարություն կա, ինչքանով որ 91 թվականից ի վեր եղել է, այսինքն Հայաստանում իսկապես կան ժողովրդավարական ավանդույթներ եւ ժողովրդավարության շատ հաստատուն տարրեր։ Մեր պետությունը այդպես այդ հիմքերի վրա է ստեղծվել։ Հիմա Հայաստանը ժողովրդավարական է այնքան, ինչքան Քոչարի ժամանակա ժողովրդավարական եղել։ Միգուցե այդ է քեզ կքարկոծեն ուժը։ Միգուցե պլյուս մինուս շատ բան, պարոն Մարուկյան, հավատացնում, շատ բան չի փոխվել, բայց Հայաստանը որտոնց ամբողջ Քոչարի ժամանակ ամեկ պլյուսը փակվել է։ Ստե հիմա շողակաթն է փակվել։ Այս ասացի որ դասես։ Այսինքն բան չկա է, որ բան չկա, որ արդեն նախկին ցուցանիշները չեն անցել։ Բայց, հա, պարոն Մարուկյան, Հայաստանում իման այս որ ասում ժողովրդավարության խնդրեմը, չեմ ասում Հայաստանում ժողովրդավարությունը եւ դա ունի խնդրեմ։ Ես իսկապես Չէ, Տրամփի գնալն էլ դու դրա հետ կապեցիր, որովհետեւ լավ Տրամփը գնաց։ Չնայած նես չի որ կարող զանգենք Տրամփին, բայց որ ասել զանգեք խնդրեմը լինի։ Ես ժողովրդավարության դեմ չեմ։ Եվ համոզված եմ որ Հայաստանի ապագան պետք է լինի ժողովրդավարական, բայց ժողովրդավարությունը հատկապես մեր պես ոչ այնքան հատկապես տնտեսապես չզարգացած երկրներում կարող է հանգեցնել խնդիրների, կարող է հանգեցնել հակասության, ազգային անվտանգության հետ, բայց պետական եւ քաղաքական գործիչները ինչի համար են, որպեսզի այդ հակասությունները շտկեն եւ ներդաշնակեցնեն։ Ես խոսում եմ այդ խնդիրների մասին, ոչ թե դեմ եմ դրա համար ասեցի որ բարձաբան։ Հիմա ինչի համար եմ ասում։ Այ Միքայել Սրբազանը կամ Չում հա Միքայել Սրբազանն մեղադրում, բայց էլի մի այո ժողովրդավարության խնդրեմը ժողովրդավարությունը դեմ եք եւ նրան առաջարկում եք որ ինքը լինի միասնական վարչապետի թե ասում եմ դեբատ էին բացվում մարդը նստածել են չի կարող իրանց արձագանքի դարեն KGB-ի բանդ ասում ինքը է բանց չոր Ես ինչի համար եմ ասում նաև ժողովրդավարության խնդրեմը կապված է պոպուլիզմի հետ հիմա Ամերիկայի նախագահը աչ պոպուլիստ է Թրամփը տեսանք Նյու Յորքի դեպքերը ցախ պոպուլիստը դարձավ Նյու Յորքի քաղաքապետ եւ հիմա այս process-ը չի կարող ԱՄՆ-ի համապետական ընտրությունների վրա չազդել հիմա որ ցախ պոպուլիստը դառնա ԱՄՆ-ի նախագահ ինչ ալնելու էլի վատ է այսինքն ժողովրդավարության խնդրեմը ստեղ որն է որ ընտրություններով երբ որ իշխանությունը փոխվում է հավանականություն կա այս պոպուլիստական իրականությունը որ քաղաքականությունն էլ է գլխի վար շուռ գալիս ինստիտուցիոնալ շարունակականությունը խեղվում է դա նկատի ունեմ այո ես հասկացա ես նկատեմ որ բացատրես մարդիկ այո կարողացար այստեղ մի հատ կարևոր բան կա որ Հայաստանը դեռևս չի կարող իրան համար ժողովրդավարական քանի դեռ ընտրությունների միջոցով
իշխանությունը չի փոխվել։ Հայաստանի նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռևս երբեք ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել, սիրի հայրենակիցներ։ Դեռ ժողովրդավարությունից խոսացողները նախ թող մեկ այդ հարցին պատասխանեն։ Այդ երբ է Հայաստանում ընտրություններով իշխանությունը փոխվել, որ հիմա մենք դրա մասին խոսենք։ Այ երբ որ կփոխվի, ես հույս ունեմ որ կփոխվի։ Մենք սկսենք արդեն խոսալ որ դրա մասին, որ արդեն մենք սկսելով գնալով դառնանք ժողովրդավարական։ Եվ վերջում ես գիտես, կուզեի որ քանի որ վաղը Թալինում պատարակ է լինելու, էլի Փաշինյանը հիմա Թալինում է պատարակ անում, ու այն քահանայի կազմակերպման, որը որ գնացել էր Օհանավանի պատարակին Թալինի քաղաքապետի հետ, եւ այսինքն մենք ամենասկզբից էլի այնակիցներ այս եկեղեցու թեման որ բացվել է Փաշինյանի հարձակումն ամենասկզբից մենք ասել ենք որ Փաշինյանի պլանը եկեղեցին պարակտելն է դրանով թուլացնել ինքը կաթողիկոսի տեխնացու չունի ոչ մի բան չունի ուղղակի պարակտի քանդի փուլացի կանգնի կողքին ասի դեմիս հետ ես չանեմ ես ինչ անեմ ժողովուրդ դեմ իրանք խախտել են չգիտեմ այնտեղ տաբուշի մարզում են մեկը կարկալույց եղավ հա հիմա ժողովուրդ ջան մենք ինչ ասել ենք այս ոդկասթի շրջանակներում դա այսօր տեղի ունենում։ Այսինքն հիմա նայեք, Կիրակի օրը հնարավոր է որ այն քահանան, որը որ պատարականի, կարգալույց արված չի այս պահին։ Այս պահի դրությամբ, երբ որ մենք նկարանում ենք։ Նշանակում Կիրակի օրվա պատարակը կլինի լեգիտիմ, որովհետև ինքը իրավունք ունի պատարակ անելու, բայց ինքը մասնակցել է մի պատարակի, որը համարվել է ոչ լեգիտիմ։ Մեր բառապաշարով մենք կրոնական բառապաշարայի չօգտագործենք, ուրիշ այնտեղ անուններ կա։ Հիմա այս process-ի գնահատականը հետևյալն է ժողովուրդ եւ դա տեղի ունենում պարակտել եկեղեցի եւ հիմա այն մարդիկը որ մեզ հարցնում են այլընտրանք ցույց տվեք այլընտրանք ցույց ենք տալիս եկեղեցուն թողնել հանգիստ չպարակտել եկեղեցի այլընտրանքը եւ չտալ միջանցք չպարակտել եկեղեցին չհամաձայնել ադրբեջանցիների վերադարձին չքանդել Հայաստանը չհանել Արադ լեռը կնիկների վրայից չհանել Արադ լեռը մեր զինանշանի վրայից այնօրը որ էսա չհանձնել միջանցքը չհանձնել անկլավները չհանձնել ստրատեգիական ճանապարհները եւ ասեն պատերազմ գտնի չի լինի պատերազմ բացի պետքա չհանձնել էս էլ ասեմ եւ վերջացնենք բարմարական այլընտրանքը ո՞րն այլընտրանք դուք ինչ եք առաջարկում մենք դա ենք առաջարկում լսեցիք ժողովուրդ վերջերս որ զվարթնոցով վերադառնում էի հենց համընկավ նրա հետ որ ոնց այդ օրը չէ հա ոնց որ երկրորդ օրն էր որ արդեն խփեց ու արդ չկար ասեցի այս փաստորեն sense օպերատիվ հանել եք այդ աշխատողը մատ կին էր աղջիկ էր քմծիծաղ տվեց որ I can say ասեց չէ նենա այլընտրանքը չանեք Սերի հայրենակիցներ կարծում ենք այսօր այսքանը վերջին շրջանում մենք ուզում ենք ձեզ խնդրել որ մի քիչ նաև ձեր հնարավորություններն օգտագործեք ձեր ընկերներին փոխանցեք որ դիտեն պլատֆորմ ոդքասթի մեր նյութերը այս հաղորդումը նախքին հաղորդումն է բոլորն էլ արդիական են բոլորն էլ կարևոր թեմաներով եւ նաեւ միանակ YouTube-ի ալիքին ինչպես նաեւ Կարպիս Փաշյանի YouTube-ի ալիքում հետաքրքիր հարցազրույցներ են տեղի ունենում նաեւ այնտեղ դիտեք եւ միացեք նաեւ այդ YouTube-ի ալիքին կհանդիպենք շնորհակալություն լավ մնացեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը